Ես երեք մի քարոզ էի լսում փառաբանության մասին, երկրպագության մասին եւ քարոզիչը ինքը Վլադ Սավչուկն է եւ այդ խոսքերը որ երկու միտք արտահայտեց շատ հետաքրքիր։ Առաջի միտքը հետեւյալն էր, նա հիշեցնում էր, որ երբ որ ծնվեց Քրիստոսը, իմաստունները եկան նրան տեսնելու եւ իրենք եկան Երուսաղեմ եւ Հերովդես թագավորին հարցրեցին, որտեղ է հրեաների թագավորը, որպեսզի մենք գնանք եւ նրան երկրպագենք։ Եվ երբ որ նրանք եկան երկրպագելու, ինչ ձևով երկրպագեցին։ Նրանք բացեցին իրենց գանձերը եւ դրեցին մանուկ Քրիստոսի ոտքերի մոտ։ Ուրեմն երբ որ մենք մեր գանձերը տալիս ենք Տիրոջը, դա երկրպագության մի ձև է։ Եվ ամեն մեկից համար մեր գանձը մի տարբեր բան կարող է լինել։ Ամեն մեկս թող այս հարցը տա, որն է մեր ամենաթանկագինը։ Միգուցե մեր ընտանիքը, միգուցե մեր երեխաները։ Երբ որ երեխաները փոքր են, հեշտ է նրանց, այսպես ասենք, ղեկավարելը, ուղղորդելը, երբ որ երեխաները մեծանում են, ավելի դժվարանում է դա անելը, ճիշտ է, ինչպես կարող ես քո մեծ երեխաներին պահես, չէ՞։ Ինչ անենք, հանձնենք այդ գանձը Տիրոջը եւ Տերը նրանց կպահի։ Մեր երկնային հոր ձեռքերի մեջ նրանք կլինեն ապահով։ Միգուցե մեր գանձը կարող է լինել մեր ժամանակը, որը մեզ շատ թանկ է, նվիրենք մեր ժամանակը Տիրոջը ու չափսոսանք։ Ամեն։ Չկա ավելի լավ ծախսված ժամանակ, քան Տիրոջ ներկայության մեջ ծախսված ժամանակն է, որովհետև մենք Տիրոջ ներկայության մեջ ամեն բան գտնում ենք. խաղաղություն, ուրախություն, նոր գաղափարներ, նոր մտքեր։ Տիրոջը տալով մենք չենք զրկվում, Տիրոջը տալով մենք միայն ձեռք ենք բերում ավելի շատ, հա։ Եվ եւս մի միտք փառաբանության հետ կապված, գիտեք, ամեն ինչ որ մենք տալիս ենք Տիրոջը, դա մի բան է, որ Տերն է առաջինը մեզ տվել։ Ճիշտ է, մեր գումարը եթե ուզենանք տանք, մեր ամբողջ հաշվարկային հաշիվը զերոյացնենք եւ տանք նրան, դա իր տվածն է։ Եթե տանք նրան մեր մարմինը, իր տվածն է, նա է մեզ տվել։ Մեր ընտանիքը նրան նվիրենք, էլի իր տվածն է։ Միակ բանը, որ նա մեզ չի տվել եւ մենք կարող ենք իրեն տալ, դա փառաբանությունն է։ Որտեվ Տերը իր փառքը չի կիսում ոչ մեկի հետ։ Նա մեզ փառաբանություն չի տվել։ Եվ մենք կարող ենք դա իրան տալ։ Ամեն։ Եվ որ մեր եղբորը տանք կրեդիտը Վլադ Սավչուկին, գիտես կարևոր է, որ մեկը քեզ օրհնում է, իր անունը տաս։ Չօգտագործես որպես քո սեփականը, ես ինքս շատ օրհնված էի։ Եվ ուրեմն հիմի որ պիտի մենք երկրպագենք, այս երկու միտքը մեր սրտերում լինի։ Ամեն, նվեր տանք, որ նա մեզ չի տվել, տանք նրան փառք եւ նույնպես մեր գանձերը տանք Տիրոջը մեր սրտի մեջ։ Ամեն։ Եվ ուրախ լինենք, որ Տեր բարի է, եկեք մենք ցնցանք, եկեք մենք ցնցանք, եւ ուրախ լինենք, որ Տեր բարի է։
այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Եկեք մենք ցնցանք, եկեք մենք ցնցանք, եւ ուրախ լինենք, որ Տեր բարի է։ Եկեք մենք ցնցանք, եկեք մենք ցնցանք, եւ ուրախ լինենք, որ Տեր բարի է։ I will enter his gates with thanksgiving in my heart. I will enter his courts with praise. I will say this is the day that the Lord has made. I will rejoice for he has made me glad. He has made me glad, oh, he has made me glad. I will rejoice for he has made me glad. He has made me glad, he has made me glad. I will rejoice for he has made me glad. I will rejoice for he has made me glad. Yes, Lord, we rejoice in you, God. We rejoice in you. Մենք ուրախանում ենք քեզանով, Տեր։ Մեր ուրախության աղբյուրը, մեր ուրախության հիմքը դու ես։ Հալելույա։ Կանգնած եմ ես մի ամուր ժայռի վրա, Տերը ինձ հետ է լսում եմ ձայնը նրա։ Կանգնած եմ ես մի ամուր ժայռի վրա, Տերը ինձ հետ է լսում եմ ձայնը նրա։ Թեև սարերը ընկնեն, ես իմաստուն կապավինեմ, Տիրոջը ես միշտ կհուսամ, թեև ծովերը բարձրանան, թեև սարերը ընկնեն, ես իմաստուն կապավինեմ, Տիրոջը ես միշտ կհուսամ, թեև ծովերը բարձրանան։ Ձայնը Տիրոջ ցնցում է երկին ամբողջ, ինձ զորացնում, բարձրացնում է ձայնը Տիրոջ, ձայնը Տիրոջ ցնցում է երկին ամբողջ, ինձ զորացնում, բարձրացնում է ձայնը Տիրոջ, թեև սարերը ընկնեն, ես իմաստուն կապավինեմ, Տիրոջը ես միշտ կհուսամ, թեև ծովերը բարձրանան, թեև սարերը ընկնեն, ես իմաստուն կապավինեմ, Տիրոջը ես միշտ կհուսամ, թեև ծովերը բարձրանան։ Այո, Տեր, Փառք Հիսուսին։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու ես, որ պահում ես մեր կյանքը քո ամուր ժայռի վրա, եւ մենք կախված չենք իրավիճակներից, մենք կախված չենք աշխարհի դեպքերից, մենք կապված չենք տնտեսությունից, մենք կախված ենք միայն քեզանից, Տեր, եւ դու անսասան ես, դու վստահելի ես եւ դու հավատարիմ ես։ Հալելույա։ Քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարերն են հալվում, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարերն են հալվում, սարը մեղքի, սարը մահվան, սարը հոգսի եւ հիվանդության, քո երեսիցով Տեր սարերն են հալվում, սարը
ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարեր են հալվում, սարը մեղքի, սարը մահվան, սարը հոգսի և հիվանդության, քո երեսից ով Տեր սարեր են հալվում, սարը մեղքի, սարը մահվան, սարը հոգսի և հիվանդության, քո երեսից ով Տեր սարեր են հալվում, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարեր են հալվում, այո Հիսուս, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարեր են հալվում, ես ուրախ եմ Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ քեզնով միայն, ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ քեզնով միայն, ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարերն են հալվում, այո Տեր, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարերն են հալվում, Սիրելիս ուղղակի հիշիր այդ ամեն մի սարը, որ այսօր ծառացել ու բարձրացել է քո առջև, եւ հռչակի հավատքի ձայնով, որ ամեն սար պետք է խոնարհվի, ամեն ծունկ պետք է ծալվի Հիսուս Քրիստոսի անունով, քո ազատությունը, քո խաղաղությունը, քո սերը պետք է թագավորի մեր կյանքերում, մեր ընտանիքներում, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ով է արժանի միայն փառք ընդունելու, ով է արժանի ամբողջ փառք ընդունելու, հալելույա Տեր, քեզ ենք տալիս ամբողջ փառքը, դու քո փառքը ոչ ոքի հետ չես կիսում, եւ մենք քո փառքը քեզ ենք տալիս, մեր լավագույն փառաբանությունը, մեր լավագույն սերը, մեր լավագույն մեծարանքը, մենք քեզ սիրում ենք, մենք քեզ պաշտում ենք, դու ես Տերը տերերի, քո անունն է բարձր բոլոր անուններից, Հիսուս Քրիստոս, դու արժանի ես գոհության, արժանի ես գոհության, քեզ մոտ են գալիս մենք և քեզ մեծարում ենք, Հայր դու արժանի ես, դու արժանի ես, դու արժանի ես գոհության,
Տեր Հիսուս Քրիստոս, ընդհանրաճ այս սուրբ շաբաթվա Տեր, մենք գոհանում ենք քեզանից, մենք մեծարում ենք քեզ, մենք երկրպագում ենք քեզ, հալելույա, և Գողգոթյան խաչի համար մենք քեզանից գոհանում ենք, Գողգոթյան խաչի համար մենք քեզ մեծարում ենք, քո խաչը զորավոր է և արդիական այսօր, ինչպես երբևէ, դու փրկում ես մեզ այսօր և ամեն օր, մեր փրկիչ, մեզ ազատագրող, ինչքան մենք ելչանիկ ենք, քեզանով Տեր, Գողգոթյան խաչի համար գոհանում ենք քեզանից, քո թափված արյան համար մենք քեզ փառք ենք տալիս, Գողգոթյան խաչի մենք քեզ ենք հանձնում Տեր ամբողջ փառքը, մենք քեզ ենք հանձնում մեր բոլոր գանձերը Տեր, այն բոլոր բարիքները, որ դու ես մեզ տվել, մենք քեզ վերադարձնում ենք Տեր, թող քո կամքը կատարվի մեր կյանքերում Տեր, և թող քո արքայությունը գա երկրի վրա, ինչպես որ երկնքում է, մենք հռչակում ենք քո արքայությունը թող գա Տեր, մեր կյանքերում, մեր կյանքերի միջոցով, մեր ընտանիքներում, մեր եկեղեցիներում Տեր, մեր երեխաների մեջ, մեր սերունդի մեջ, քո արքայությունը թող գա և թող քո կամքը լինի, քո կամքը, բարին, կատարյալն ու հաճելին, մեր երկնային հոր բարի կամքը լինի, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, սա է մեր աղոթքը, հալելույա, ամեն, փառք Տիրոջը, ամենս Տիրոջ ներկայության հետևից ենք, ամեն, Տերն իրոք բարի է, Տերը քաղցր է, և գիտեք այսօր սրտից վրա էր, որ մի քիչ խոսայի, մի հատ հետաքրքիր և նույնպես վախենալի scripture-ներից մեկը Աստվածաշունչի մեջ եւ էսի գալիս է Մատթեոս 7:21-ից, եթե Աստվածաշունչ ունեք ձեր մոտ, կարող եք նույնպես follow անեք եւ կարդաք։ Եվ այսեն խոսքն է, որ Հիսուսը ասում է
Դատաստանի օրը շատերը կգան եւ կասեն, որ Տեր, բայց Հիսուսն էսպես է ասում, ասма ամենը, որ ինձի կոչեն Տեր, չեն մտնի Աստծո արքայության մեջ, բայց միայն ընդրանք, որ Աստծո կամքն են կատարում։ Եվ այս ժողովուրդը գալիս են Հիսուսին, ասում են, բայց Տեր, մենք մարգարեացել ենք քո անունով։ Մենք դևեր ենք դուրս վռնդել եւ տարբեր հրաշքներ ենք արել։ Բայց Հիսուսն ինչ է իրանց ասելու։ Ես ձեզ չեմ ճանաչում, անօրության գործողներ։ Եվ շատ զարմանալի է սի scripture-ը, որ այստեղ հասկանում ենք, որ մարդիկ կան, որ մարգարեանալու են Տիրոջ անունով, բայց դատաստանի օրը Տերն իրանց չի ընդունելու։ Եվ ասելու է, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ այս մարդիկ զարմանալի է, եթե իրոք սրա մասին մտածեք, այս մարդիկ մեկ կյանքը ապրել են այն կարծիքով, որ իրանք Աստծո ընկերն են, ճանաչել են Աստծուն, Աստծո միջոցով տարբեր հրաշքներ են արել, տարբեր գերբնական ինչ-որ գործեր եղել, բայց վերջը Տերն էսպես ասում։ So այսօր ուզում ենք մեկ քիչ քննենք այս խոսքը, եւ ես այս համարը շատ հետաքրքիր է իմ համար եւ տարբեր մեկերի մեկնաբանությունը լսել եմ սրա մասին, բայց իմ գաղափարը սա է, որ Աստվածաշունչն ինքն իրան է բացատրում։ Եվ կուզենամ, որ քանի տեղեր մենք գնանք Աստվածաշունչից եւ հասկանանք ինչն է իրոք Աստծուն ճանաչելը։ Հիսուսը որ այստեղ ասում է, որ ես ձեզ չեմ ճանաչում, ինչ է նկատի ունի։ Որ մենք էլ նույնպես զգուշ լինենք, որ դատաստանի օրը հանկարծ մենք այս խումբի մեջ չհայտնվենք, որտեղ ասում է շատերը, չի ասում մի քանի հոգի, ասում է շատերը այս վիճակում կլինեն։ Եվ կուզենամ առաջի համարը, որ գնանք Ղուկաս 13:23-ն է։ Այստեղ էլ նույնպես շատ նման խոսք ենք տեսնում, նորից կրկնվում է։ Եվ մեկը գալիս է Հիսուսին եւ հարցնում, ասում է, իրոք քիչերը կլինեն, որ կմտնեն արքայության մեջ։ Եվ Հիսուսը այսպես է պատասխանում, ասում է, փորձեք, որ նեղ դուռով ներս մտնեք, որտեղ որ շատերը կփորձեն եւ չեն կարողանա։ Եվ տանտերը վեր կկենա եւ դուռը կփակի։ Եվ դուս կկանգնեք եւ կասեք ինչ Տեր։ Նայես մարդիկ ասում են նույնպես Տեր, դուռ բաց։ Եվ ասում է նա կպատասխանի եւ կասի ես չգիտեմ դուք ուր տեղից եք։ Եվ իրանք ասում է որ դուք կասեք որ մենք կերանք քո հետ, ընտրեցինք, քո ներկայության մեջ էինք, բայց Տերը իրանց կասի որ ես ձեզ չեմ ճանաչում, հեռվացեք ինձանից, նույն բանն ասում, աներնության գործողներ։ Զարմանալի է, գիտեք, մարդիկ կան, որ գնում են եկեղեցի կամ պաշտամունքի մեջ, Տիրոջ ներկայությունն են զգում, գեղեցիկ երգի մեջ, եւ ասում են, հենց այդ է, գիտես, ես ավելի լավ եմ զգում, ես փրկվելու եմ։ Բայց այստեղ տեսնում ենք, որ Տերը մերժում է։ Եվ կուզենանք հասկանանք, որ ինչն է։ Եվ գիտեք, այս խոսքեր էլ կա, որ հաճախ մենք լսում ենք։ Եվ առաջի այս խոսքը, որ Տեր կոչելն է, Հռոմեացիս 10-ին, այս հայտնի մեկերիցն է, հայտնի խոսքերից մեկն է, որ Հռոմեացիս 10-ին ասում է, եթե դու դավանես քո բերանով,
որ Հիսուսը Տեր է եւ հավատաս քո սրտի մեջ, որ Աստված իրան մեռելներից է հարություն տվել, դու կփրկվես։ Զարմանալի է, չէ՞։ Այս խոսքը ու այն Հիսուսի ասածը համարյա ոնց որ contradiction են իրարու, տենց է թվում որոշներին, որ լավ չխորանան, որտեղ սրանք գալիս են ասում են Տեր, չէ՞։ Դավանում են Հիսուսին, իբր թե Տեր։ Եվ մյուս տեղն էլ Հռոմեացիս 10:13-ն է, որ ասում է, ով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Ով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Եվ այստենց նայելով միած շատ հեշտ է թվում փրկությունը։ Եվ որոշներն էլ կան, գայս են այսպես ասում են, նայեք, մենակ պետք է, որ դու ասես, որ Հիսուսը Տեր է, եւ հավատաս իրան, եւ վերջ, դու փրկված ես։ Մեկ քիչ ավելի խորն է այս խոսքը դրանից։ Եվ այստեղ էլ դրա շարունակությունը այսպես է ասում, ինչպես ենք մենք կարող մեկին կանչենք, այսինքն կանչենք Տիրոջը, ումին որ մենք չենք հավատացել։ Ուրեմն, այս խոսքից հասկանում ենք, որ մենակ կոչել իրան Տերը չի, նույնպես էլ պետքա հավատանք իրան։ So հավատալը եւ հավատալն էլ նշանակում է trust, վստահել իրան, էսա իմաստը։ Ուրեմն հավատալ եւ Տիրոջ Տեր կոչելը էդի զգիսպն է։ Բայց երբ որ խորանում ենք Աստծո խոսքի մեջ, տեսնում ենք, որ Հիսուսը այս խոսքն է ասում, եւ այս խոսքը գալիս է Ղուկաս 6:46։ Գիտեք, այս մի խոսքը շատ չի խոսվում եկեղեցում, եւ Հիսուսն այսպես է ասում։ Ասում է, ինչու եք ինձ կոչում Տեր, Տեր, բայց չեք անում իմ ասածը։ Գիտեք, շատ մարդիկ կան այսօրում եկեղեցիների մեջ եւ դուրսը, ասում են, որ մենք Հիսուսին սիրում ենք։ Հիսուսը մեր Տերն է։ Որոշները վերցնում են bumper sticker են սարքում, դնում են ավտոյի վրա, Հիսուսը Տերն է։ Բայց Հիսուսը այս մեկերին այսպես ասում է, ինչի եք ինձ կոչում Տեր, բայց իմ ասածը չեք անում։ Եվ դրա շարունակությունը Հիսուսը այդ հայտնի առակն է տալի, որ ով որ ինձի լսում է եւ կատարում է իմ ասածը, նմանվում է ինչին։ Նմանվում է այն մարդուն, որ իր տունը ժայռի վրա է կառուցում։ Գիտեք, ով է ուզում իր տունը ժայռի վրա կառուցի։ Ամեն։ Ես էլ նույնպես։ Ամենս ուզում ենք ժայռի վրա կառուցենք։ Եվ մեր ժայռն ով է։ Հիսուսն է եւ իր խոսքն է։ Այո։ Ուրեմն, բայց այն մարդը, որ լսում է, գիտեք, շատերը կան լսողներ են։ Եկեղեցու մեջ գալիս են լսում են։ Լսելը շատ լավ է, առաջի քայլն է։ Բայց լսելը չպետքա լսելով ավարտենք։ Պետքա շարունակենք եւ կատարենք։ Եվ գիտեք, սիրելիներ, ամեն մեկս պետքա մեր սրտերը քննենք, իրոք մենք կատարում ենք։ Եթե չենք կատարում, այս մեր աղոթքի թեման պետքա լինի։ Տեր, ես ուզում եմ, որ կատարող լինեմ։ Ես ուզում եմ քո կամքի մեջ քայլեմ։ Ուրեմն այդ համարը, որ ասում է, որ ով որ Հիսուսին Տեր կոչի, տեսնում ենք, որ այս խոսքը, երբ որ դնում ես ընդրա կողքին, մենակ այն չի, որ մենք Տեր ենք կոչում Հիսուսին,
այլ իրոք Տեր ենք դարձնում իրան մեր կյանքի մեջ։ Դա իսկական իմաստը։ Եվ մյուս բանն էլ, որ հասկանում ենք, Աստծո խոսքը եւ Հիսուսը, եթե հիշեք, մի անգամ փարիսացիներին գնում է եւ ասում է, որ դուք կարևորը չեք անում։ Ով է հիշում այդ խոսքը։ Հիսուսն ասում է, որ այս փոքր պատվիրանները կատարում եք։ Փոքր պատվիրանները որն է, սենց 10-անորդներն է, պուճուր այդ բաներն է, որ ասում են mint, dill, cumin, անգլերենով, հայերենով չգիտեմ, ասում է դրանց ամեն պուճուր բաների 10-անորդը տալիս եք, բայց ավելի կարևորը չեք անում։ Եվ հետաքրքիր բան է բացում Հիսուսը, որ բաներ կա, որ Աստծո համար ավելի կարևոր է, եւ բաներ կա, այո, որ ավելի քիչ կարևոր են։ Եվ այս մարդիկ, որ հայտնում են Դատաստանի օրը Հիսուսի մոտ, իրանք կարծում են, որ մարգարեությունը կարևորն է։ Գիտեք, մտածում էին, որ դևերը դուրս վռնդելը ըտրանք են։ Եվ իրանք ըտրանցով են մոտ կանում, առաջի իրանց խոսքերը Հիսուսին, սրանք այսի մարածն է։ Ոնց ինձի չես ընդունում։ Բայց Տիրոջ խոսքը բացադրում է որն է կարևորը, ամենակարևորը։ Եվ ամենակարևորը շատ հետաքրքիր է, որ այս համարը priority-ին list անում։ Եվ էսի առաջի Կորինթացիս 13:1-3-ն է։ Եվ ասում է, եթե ես հրեշտակների լեզուներով խոսայի, կամ տարբեր մարդկանց լեզուներով խոսայի, բայց սեր չունենայի, շատ տգեղ ձայն կլիներ էդի։ Եթե ես մարգարեության պարգևն ունենայի եւ տարբեր գաղտնիքներ իմանայի, բայց սեր չունենայի, իզուր էր։ Եվ առաջ է գնում, ասում է, եթե ինչ որ ասած ես հավատք ունենայի, որ մի սարը վերցնի եւ օտար տեղ տանեի, տեղը փոխեի, բայց սեր չունենայի, լրիվ իզուր էր եւ ես ոչինչ էր։ Եվ տեսնում ենք այս խոսքից, որ սերն է ամենակարևորը Տիրոջ համար։ Հաճախ մենք կենտրոնանում ենք որոշ այս օտար բաների վրա, բայց սերը պետք է կենտրոնը լինի այդ մեր հավատքի։ Եվ գիտեք, այս ամեն ինչը սրա համար է, որ մենք գտնենք եւ ճանաչենք Տիրոջը։ Ինչու է կարևոր, որտեղ որ այդ Տերը այդտեղ է։ Գիտեք, ինչպես ենք մենք կարող Տիրոջը գտնենք։ Հաճախ այս խոսքն ենք կրկնում, որ Հիսուսն այսպես է ասում, խաչը վերցրեք եւ իմ հետևից արեք։ Հիմա հարցը առաջանում, ուր է Հիսուսը։ Ինչպես ենք մենք կարող են տեղը լինենք, որ ինքն է։ Աստված, Աստծո խոսքն ասում է, որ նա սեր է։ Նա սեր չունի, այլ սեր է։ Նա արդար է, արդարությունն է։ Եվ Աստծո խոսքն այսպես ասում, որ նա մեր արդարությունն է։ Զարմանալի է, չէ՞։ Մենակ արդարություն չունի, եւ այլ ինքը արդարություն է։ Հարություն մենակ չառավ, նա հարությունն է։ Այո, մենակ կյանք չունի, այլ կյանքն է։ Եվ ուրեմն այս ամեն ինչի մեջ Տերը ցույց է տալի, որ ուր դեղա ինքը։ Եվ մեզ էլ ասում է, որ ձգտեք եւ արեք իմ հետևից։ Եվ
շատ գեղեցիկ խոսք կա, որ բացադրում ար ինչպես մոտկանանք Տիրոջը, եւ էսի գալիս է Հակոբոս 4:7, ասում է հանձնվեք Աստծուն։ Գիտեք, էսի առաջի քայլն է, հանձնվում ենք Աստծուն։ Եվ երբ որ հանձնվում ենք Աստծուն, այն ժամանակ կարող ենք հակառակենք չարին։ Եվ երբ որ հակառակում ենք չարին, նա մեզնից կփախնի։ Եվ սրա շարունակությունը ինչ է ասում է մոտկացեք Աստծուն։ Եվ նա էլ կմոտկանա ձեզ։ Ինչպես ենք մոտկանում Աստծուն, ասում որ մաքրեք ձեր ձեռքերը, մեղավորներ, մաքրեք ձեր սրտերը։ Այս խոսքից հասկանում ենք, որ մեղքն է մեզի հեռացնում Աստծուց։ Եվ պետք է մենք գնանք Տիրոջ մոտ, հանձնվենք իրան, եւ նա իր սուրբ արյունով մեզի մաքրում է, եւ դրանից հետո իր հետևից գնանք։ Եվ գիտեք, այս ամենի մեջ էսի մենք սեր ենք ցույց տալի Տիրոջը։ Գիտեք, մենք ամենս գիտենք, որ Տերը ինքը սերով է մեր հետ, մեզի շատ սիրում է, եւ շատ խոսվում է այս թեման, որ Տերը սեր է, բայց Տերն էլ ուզում է, որ մենք իրան սիրենք։ Էդի ամենակարևորն է։ Եվ այս խոսքը բանալին է, որ ցույց է տալի ով է ճանաչված Աստծո կողմից։ Եվ այս խոսքը գալիս է առաջի Կորինթացիս 8:3։ Ասում է ով որ Աստծուն սիրում է, ճանաչված է Աստծուց։ Զարմանալի խոսք է, չէ՞։ Ասում է եթե դու սիրում ես Աստծուն, Աստված քեզի ճանաչում է։ Հիշում եք, երբ որ Սատանան գնում է Աստծո գայի առջև եւ Հոբի մասին Աստված խոսում է, ինչ է ասում, ասում է ես ճանաչում եմ իրան։ Հոբը արդար է։ Հոբը իմ հետևից է գալի։ Իրապես մարդ չես ճարի։ Այս ցույց է տալի, որ Աստված իր աչքը վրան է լինում Հոբի եւ սիրում է իրան։ Եվ ամեն մարդ, որ Աստծո հետևից է գնում, ձգտում է որ գնա, գիտեք, որոշները կան ասում են, որ impossible է, անհնարին է, որ մենք սուրբ լինենք, անհնարին է, որ մենք այն տեղը լինենք, որ Տերն է։ Բայց գիտեք, ես հավատում եմ, որ մեր Տերը անհնարինը դարձնում է հնարավոր։ Մեր Տերը իր խոսքի մեջ ասում է սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Ամեն։ Ով է հիշում այդ խոսքը։ Այո։ Եվ գիտեք, այս ամեն ինչը Տիրոջ զորությունով առաջ գնում։ Եվ Տերն ուզում է, որ մենք այդքան հավատք ունենանք, որ ասենք, որ Տեր, չնայած որ ես հիմա կարող է ես ծուռն եմ գնում, բայց ես ուզում եմ։ Ես առաջի քայլը դնում եմ, որ գամ քո հետևից եւ սիրեմ քեզ։ Եվ գիտեք, ամենայիմ սիրած խոսքերից մեկն է սա։ Հիսուսի խոսքերն է Հովհաննես 14:15 ասում է, եթե դու ինձ սիրում ես, եթե դու ինձ սիրում ես, ինչ պետք է անես։ Ասում է keep my commands անգլերենով։ Իմ պատվիրանները պահի։ Եթե դու ինձ սիրում ես։ Այսօր շատերը կան ասում են ես սիրում եմ Հիսուսին, բայց ես իմ մեղքերս չեմ թողնելու, շարունակելու եմ, որտեղ մարդ եմ, այդ խոսքը հավատք չկա դրա մեջ։
հավատք չկա։ Մենք պետք է հավատք ունենանք, որ Տեր, ես ուզում եմ քո կամքը կատարեմ եւ հավատում եմ, որ դու կատարելու ես իմ սրտիս մեջ, իմ կյանքիս մեջ։ Եվ դրա հետեւյալը Հիսուսն ինչ ասում։ Մեկը, որ այդ առաջի քայլը դնում է եւ պատվիրանները, իր պատվիրանը պահում է, ասում է ես կխնդրեմ Հորից եւ ինչ կանի Սուրբ Հոգուն կուղարկի իրան։ Սուրբ Հոգին զորությունն է, Սուրբ Երրորդության, որ մեզի զորություն է տալի, որ Ռոմեացիս 8-ի մեջ ասում է այն մարդը, որ Սուրբ Հոգով առաջնորդվում, առաջի իր պտուղն ինչ է, սերն է։ Սուրբ Հոգին ես կուղարկեմ, Հիսուսն ասում է, եւ ձեզի օգնական կլինի։ Եվ հետո էլ ասում է, նա որ ինձի սիրում է, իմ պատվիրանը կպայի, եւ իմ հայրն էլ իրան կսիրի։ Եվ Հիսուսն ասում է, ես եւ հայրը միասին կգանք եւ կբնակվենք իր մեջ։ Նայեք, այս խոսում է շատ մտերիմ սիրո մասին, որ Տերը մեզի ամեն մեկից կանչում է, որ այս մտերիմ սիրո մեջ բնակվենք Տիրոջ հետ։ Ուրեմն սիրելիներ, կուզենամ, որ աղոթենք, որ Տերը, եթե մեր սերը պակսել է, եթե մենք մարդ ենք, մեր կենտրոնացումը գնացել է օտար բաների վրա, մեզի նույնպես հետ տանի։ Ինչպես որ այդ եկեղեցուն Հիսուսը հայտնության մեջ ասում է, դուք մոռացել եք սկիզբնակի սերը, հետ վերադարձեք։ Մենք պետք է ապաշխարենք, հետ վերադառնանք։ Եվ Տերն էլ բարի հոր պես մեզի սիրով կընդունի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Թող որ միասին աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան, շնորհակալ ենք քո սիրո համար։ Շնորհակալ ենք քո գեղեցիկ խոսքիդ համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզի սիրում ես եւ սիրել ես այն ժամանակվանից, որ մենք մեղքի մեջ ենք, կորած ենք եւ մեզի կանչում ես դեպի քեզ։ Տեր ջան, մենք այդ առաջի քայլը դնում ենք, ուզում ենք ավելի մոտ կանանք քեզ, Տեր ջան։ Ուզում ենք, որ մտերիմ relationship-ի մեջ մտնենք, նոր level-ի մեջ մտնենք քո հետ, Տեր ջան։ Չենք ուզում, որ մեր relationship-ը մակերեսային լինի, այլ ուզում ենք, որ ճանաչված լինենք։ Տեր իմ Հիսուս ջան, կաղոթեմ ամեն մեկի սիրելի համար, որ լսում է այս խոսքը, մի նոր գործ կատարես մեր կյանքերի մեջ, Տեր ջան։ Մենք հանձնվում ենք քեզ, Տեր ջան, ինչպես որ քո խոսքը կարդացինք Հակոբոս 4, հանձնվում ենք քեզ, խոնարհվում ենք քո առջև, Տեր ջան։ Այն կետերը մեր սրտերի մեջ, որ մեզի հեռվացնում է քեզանից, դու վերցրուր, մեզի փոխիր եւ դարձրու այն ժողովուրդը, որ դու ես ուզում, Տեր ջան։ Ուզում ենք, որ քեզի սիրենք ամբողջ մեր սրտով, մտքով եւ էությունով, Տեր ջան։ Ուզում ենք, որ քո սերը անգան շատ լինի մեր կյանքի մեջ, որ սիրո աղբյուրի պես բխա եւ մեր հարևաններին եւ մեր շրջապատին էլ քո սիրով սիրենք։ Այնքան շատ սեր լինի, որ մենք քո կամքը կատարենք։ Չնայենք մեր շահի հետևից, այլ նայենք ինչ ես դու ուզում, Տեր ջան։
քո ուզեցածը եւ քո կամքը լինի։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Եվ աղոթում եմ հատուկ ամեն մեկիս համար, որ լսում ենք այս խոսքը։ Աղոթեմ, որ Տիրոջ քաղցր ներկայությունը թափի քո վրա, քո ընտանիքի վրա, քո մտքերի վրա, ամեն մի միտք, որ ներս է մտնում, քո իշխանության տակ լինի, Տեր իմ Հիսուս ջան։ Հիսուս Քրիստոսի իշխանության տակ ենք դնում ամեն մի միտք, որ ներս է մտնում մեր մտքերի մեջ, կամ ամեն մի փափակ, որ ներս է մտնում մեր սրտերի մեջ, պետքա ծունկ ծալվի Հիսուս Քրիստոսին եւ Հայր Աստծո կամքին, Հիսուս Քրիստոսի անունով։ Հանձնվում ենք քեզ Սուրբ Հոգի եւ հրավիրում ենք քեզ ներս այս վայրում։ Դու բնակվի մեր մեջ եւ իշխի մեր կյանքի մեջ։ Տեր ջան, մենք չենք ուզում որ վերջի օրը դու ասես որ ես ցես չեմ ճանաչում։ Տեր ջան, խոնարհվում ենք քո առջև։ Եվ դու ասում ես քո խոսքիդ մեջ, որ խոնար սիրտը դու չես մերժի։ Տեր ջան, դարձրու մեզ այն ժողովուրդը, որ ճանաչված ենք եւ սիրում ենք քեզ, ամբողջ մեր սրտով, մտքով եւ էությունով, որտեղ դա ամենակարևորն է։ Հիսուս Քրիստոսի անունով եմ աղոթում։ Հույսով եմ, որ օրհնվել ես այսօրվա խոսքով սիրելիներ եւ կաղոթեմ, որ Տերն օրհնի ձեզ։ Ամեն։ Փառք Հիսուսին։